ընտրությունների նորույթ կուսակցություն։ Մնացածն էլ Պարոն Մարության, դուք ասացիք, որ եվրոպական մոդելի կողմնակիցներից եք, բայց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գրառում էր արել ձեր մասին եւ ասել, որ համոզմունք ունի, որ դուք պրոռուսական ուժերի շրջանակների հետ եք համագործակցում, կա նման բան թե չէ։ Այդ մարդիկ, ովքեր նման բաներ են ասում, կներեք, բայց ստախոսներ են, ազատ ներողություն, իրենք սուտ են տարածում նաև տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ դրա մասին։ Ես շատ եմ ցավում իսկապես, որ մեր քաղաքական դաշտը վերածվել է բամբասանքների շարքի, ինչպես եւ սկսեցինք հարցազրույցը։ Սա քաղաքականություն է, այստեղ բամբասանքներով չի կարելի առաջնորդել, դրա համար այս վիճակին ենք հասել։ Կամ փաստ ես ներկայացնում, կամ ինչ որ մի գոնե արգումենտ ես ներկայացնում, կամ էլ ուղղակի լռում ես եւ չի կարելի մարդկանց մասին սուտ ինֆորմացիա տարածել։ Դա կարծում եմ մասնավորապես իշխող ուժի սազական չի։ Պարոն Մարության, դուք այս շնորհանդեսին ներկայացրեցիք տարբեր ուժերի հետ կապված ձեր տարբեր գնահատականները, ինչպես դուք ասեցիք, անուն կպցնելով, նրանցից յուրաքանչյուրին, քաղաքական դաշտում ում տեսնելիս դուք կարող եք ասել վստահաբար, արա ոնց եմ ես քեզանից զզվում։ Բնականաբար նորից եմ կրկնում, ես ոչ թե անուն կպցրեցի, հակառակ ասեցի մարդիկ կասեն անուն ես կպցրում, բայց ես ասում եմ ոչ, դա ճշմարտությունն է, այսինքն ես ճշմարտություններ ասեցի, այն ճշմարտությունները, որոնք մեր ժողովուրդը գիտի, եւ անգամ եթե փորձում են խաբել ժողովրդին, ժողովուրդը շատ լավ, շատ հմուտ է մեր ժողովուրդը, շատ լավ տողատակերը տեսնում է, բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ուղղակի ընտրություններից առաջ այդ ճշմարտությունները պետք է անդադ կրկնել, որպեսզի ընտրության ժամանակ մարդիկ ճիշտ կողմնորոշվեն։ Կապված մնացած ձեր հարցը կներեք էլի։ Ես շատ բաներ կան, շատ մարդկային դրսևորումներ կան, որոնք չեմ սիրում, բայց այտենց որ անհատների անցնեմ չի կարելի, քիչ առաջ խոսում ենք էթիկայի մասին։ Բացառում այսինքն ճիշտ հասկացանք Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ի եւ